Պրիվետ երկրաժամանակակապի մեջ չի լիքը AI նորություններ են կուտակվել, որոնց վրա որ մենք չենք անցել, так что առաջարկում եմ հենց հիմա գնանք ու սկսենք անցնել AI նորությունների վրով ու ընթացքում էլի հետաքրքիր լիքը բաներ կպատմեմ, որոնք որ տեղի են ունեցել վերջի շաբաթվա ընթացքում։ Perplexity Labs աբով հագեցած հաշվետվությունները այստեղ են։ Perplexity-ն թողարկեց Labs հզոր Pro-ի միայն գործից Պրոմիային գործիք, որը ստեղծում է աբով գեներացված հաշվետվություններ, դաշբորդներ, էլեկտրոնային աղյուսակներ եւ նույնիսկ վեբ հավելվածներ։ Շատ հետաքրքիր է, իմ միանգամից պետքա մտնել, բացել ու փորձել։ Այս նորությունն է, գնացինք միանգամից լինքերով, որտեղ կարանք սա հենց հիմա փորձենք, դաշբորդ է սարքում, այսինքն միանգամից գրած գնաց քո տվյալները 10 օրինակ ու ինքը քո համար ինչ որ մի հատ դաշբորդ սարքի, հենց հիմա կարելի է սա տեստ անել դաժե։ Ura how it works գնացինք միանգամից perplexity.ai login եղած պետք է որ արդեն լինեմ ես login եղած եմ ու ուրա perplexity labs հա ստե միտը պետք է ման գանք perplexity labs ուրես դու չենք գտնում ու գնում ենք մի հատ նորից Google ենք անում գնում ենք labs playground perplexity AI Introducing Perplexity Labs. Ասես կարդալ ենք բարձվի բաներ։ Մենակ ասենք Ամերիկա դաստուպնի հիմա։ Pro subscribers իհարկե մենք pro չենք։ Մենք չենք կարա փորձենք, բայց շատ ափսոս։ Ես կարիք չեմ ունեցել pro դառնալու, Perplexity-ն օգտագործելու այդքան use case չունեմ իրականում ու չունեմ pro subscription, բայց անպայման ուզում եմ փորձեմ ու անպայման երևի վիդեոներ կնայեմ, թե ոնց է սա ամեն ինչը տեղի ունենում։ Ինչ որ տենց free trial-ը նման բաներ կարող է իրանք ունենան շատ exciting նորություն է իրականում շատ ուրախացնող նորություն է որովհետև в принципе այս նույն բանը այն ինչի մասին որ ստե խոսքը գնում է ով չհասկացավ ոնց որ մի երկու բառով պատմեմ էլի թե ինչ էր կարելի անել շատ ափսոս որ հենց հիմա ստի չեմ կարա տեստանեմ ոնց որ ժիվոյ բայց բան աղյուսակներ կարելի է սարքել web app-եր կարելի է սարքել ու դեշբորդներ կարելի է սարքել օրինակ բերեմ, ասենք ռեալ կյանքից օրինակ, որ ես ուզեցել եմ էլի, որ ինձ պետք է եղել ու ես գնացել եմ արել եմ, ես ունեցել եմ ասենք վերջի իմ մի տարվա դատան, գնացել եմ ասենք իմ gym ու գնացել եմ ժողովուրդ ջան ինձ մի տարվա վերջին իմ այդ քարտով որ եկե ճտսրել եմ, այդ ճտսրածները բան արեք, հիմա ինձ տվեք ինչ ինֆորմացիա ունեք դուք իմ մասին, մտածես մեծ Excel-ն տվե, որ մեջ ամեն ինչ եղել է ու որ ես չմտնեմ բան, sense այդ Excel-ի մեջ դասավորված sense խառը հասկանամ որը ոնց է աշխատում ես վեկայել եմ այդ սաղ գնացել եմ տվել եմ Claude-ին ու էսի փոխեցի չեմ հասկանում գնացել եմ տվել եմ այդ սաղ Claude-ին ու Claude-ի համար բանա Canvas-ը սարքեմ ասենք web site-ը սարքե կոպիտ ասած որտեղ որ տես դիագրամներով, բան գրաֆիկներով, գրաֆերով եւ այլն սա դատան ես ինքնին ունեցել եմ ես հասկացել եմ որ օքեյ ես ասենք ամառվա ամիսներին գնացել եմ այսքան անգամ շաբաթը այսքան ժամանակ եմ ծախսի ամեն գնալուց այս ժամերին եմ հիմնականում գնում ասենք առավոտին 10-ին ավելի շատ եմ գնացել խոսքի քանի իկունները բան ու մի խոսքով այդ սաղ ոնց որ իմ ասածի իմաստը հիմա այնա որ այդ սաղ կարոմա Claude-ը եւս անի ու Perplexity-ին պրոստը հետաքրքիր կլիներ իմանալ թե ինչքանով է ինքա ուրիշ ձևանում կամ ինչքանով է ինքա ավելի լավ անում այդ բայց լավ անցանք առաջ Tesla-ի ռոբոտաքսիները հունիսի 12-ին կհայտնվեն Օստինի փողոցներում Tesla-ն սկսում է իր անվարորդ ապագան Օստինում 10 ինքնավար Model Y-ներով որոնք սլանում են առանց վարորդի Ստեղ երևի տենց շատ ինչ-որ վау նորություն չկա, շատ པարզ պատճառով, որովհետև սա մի կամպանիա կա, որը որ կոչվում է Waymo, որը պատկանում է Google-ին, իդեպ։ Իրանք արդեն անում են sense բաներ ու հեսա sense ավտոներ են, որոնք որ Ամերիկա, Սան Ֆրանցիսկո կամ ինչ-որ չգիտեմ, ուրիշ որ Լոս Անջելես պայմանական, Օստին, Ատլանտա կամ ինչ-որ event ասկարիևսիվո, հենա Uber-ը էլ համագործակցում են, այսինքն sense բան արդեն կա ու հեսա մենք իմ աչքով ընկել էր որ ճիշտն ասեմ, մենք բան կանենք, կանադառնանք այս տիպի նորություններին էլի, որովհետև մի քանի նորություն հետո ոնց որ հենց Waymo-ի մասին է ինչ-որ ինֆորմացիա առնելու, միանգամից այնտեղ ուրեմն բան կանենք էլի, տենց համեմատություն կանենք, գնանք թե ինչ տարբերություն կա вообще Uber ու Uber չէ, Tesla ու Waymo, տիպը ինչ են իրանք առաջարկում, ինչ ունեն իրանք արդեն այսօր, բայց էս էլ է շատ հետաքրքիր, ոնց որ առաջ խաղացում է, այս բանի մեջ էլի, այս նույն շրջանակների մեջ է մտնում, այսինքն մենք խոսացինք ռոբոտներից, չէ, ոնց որ անցած անգամ ու ավտոներն են գալի ու ընդհանուր տենց LLM-ներ մենք ունենք, ոնց որ վերջում Ну, ռոբոտն ու ավտոն в принципе իրար շատ չեն տարբերվում։ Ու այն ավտոն, որը որ մենք այն էլեկտրական ավտոները, որոնք որ համել AI ունեն ու տենց իրանք կողքերը կարող են տենան եւ այլն, իրանք ավելի քիչ են ավտո, քան
իրանք ավելի շատ iPad են կոպիտ ասած, իրանք ավելի շատ ինչ-որ gadget են էլեկտրոնային, քան ավտոմեքենա են կլասիկ ոնց որ ավտոմոբիլի իմաստով էլի, տեխնիկապես իր բովանդակությամբ, իր տեխնոլոգիայով իրանք ավելի ոնց որ ավտո չեն ու այն որ իրանք ունեն ասենք այդ իսկուսственնի ինտելեկտը այդ gadget-ը ունի ավտոյի տեսք այդ զուտ նրա համար է որ մարդիկ մենք տենց ասենք 100 տարի ավտոներ ենք ունեցել այս ձև ենք պատկերացնում գնալ գալը ասենք 4 բագրիշկա ենք պատկերացնում դեմի 2 նստարան հետև 3 նստարան ենք պատկերացնում այդ տենցա պրոստը ռուլ ենք պատկերացնում թե չենք ասենք կարա լրիվ ուրիշ տեսք ունենա ու ուրիշ տեսք ունենալու է այլ ինչ որ սկլոր պուճուր ոնց որ կապսուլաներ են լինելու ոչ մի ռուլ ոչ մի բան չի լինելու բագրիշկա կարող չլինի ինքը ոնց որ ուրիշ եղանակ ստեղծվի որ ճանապարհորդի դες մագնիսական տեխնոլոգիաներ կան բայց լավ դրա մասին էլ չենք անդառնում այդ առանձին թեմա է հաջորդ քայլը NYT New York Times-ը կնքում է AB բովանդակության պայմանագիր Amazon-ի հետ AB լիցենզավորման խոշոր պայմանագիր որը NYT պատմությունները բովանդակությունը հասնել է դարձնում Alexa-ի եւ AB մոդելների ուսուցման համար Այս ավելի շատ բանի մասին է, էլի հեղինական իրավունքներ, բան եւ այլն ենթադրում եմ, որ էսա հիմնական ոնց որ միտքը է նորության, չնայած օրինակ իմ կարծիքով էս տենց ասոբը կարևոր նորություն էլ չէր, երևի կարևոր է նրանով, որ ոնց որ օֆիցիալ հնարավորություն կա արդեն, հա, Alexa-ով ստանալ access New York Times-ին, կամ ինչ որ բան լավ չեմ հասկանում երևի այստեղ copying and using millions of its articles to train under Ահա, AI-ներ պարապացնելու համար է, որ հեղինական իրավունքը ծախում պրոստը ոչ մի հետաքրքիր բան, ոչ մի ինչ-որ տես լուրջ բան անցանք առաջ։ ChatGPT-ն այժմ ձեր AB գեղեցկության խորհրդատուն է։ Մարդիկ դիմում են ChatGPT-ին UMax-ի նման հարվածներին իրենց արտաքինը գնահատելով գեղեցկության ծրագրեր կազմելու համար եւ դա արդեն ամսական $400,000 բիզնես է։ Այս երևի ինչ-որ մի կամպանիա ինֆորմացիա, որտեղ հաստատ ես վստահ եմ, որ այս բիզնեսը շատ ավելի մեծ թվերի է հասնում, սակայն ոչ բոլորն են ոգևորված AB-ին գեղեցկության չափանիշները սահմանելու հնարավորություն տալու գաղափարով։ Okay, ժողովուրդ, եկեք մենք այս բան հասկանանք, էլի։ Չափանիշները, չէ՞, ոնց էր չափանիշները սահմանելու հնարավորություն տալու գաղափարով։ Մի հատ sense ոնց որ կարևոր բան է պետք է հասկանալ, որ այն կամպանիան, որը որ գնաց sense գործիք սարքեց, ինքը չի գնում ասում լավ դե AI ջան, ասենք GPT ջան, դու ոնց դե պատկերացնում ես, ոնց ջոգում ես, տենց էլ գնահատի, ասենք այս մարդկանց ու մենք հիմա նկարները քեզ փոխանցելու ենք, չէ, դա вообще տենց չի տեղի ունենում, էլի։ Տենց ասենք կարողա մոդելը վերցնում են այդ կամպանիայում fine tune են անում ըստ իրանց ոնց որ ճաշակի, ըստ իրանց նախասիրությունների, ըստ իրանց նախատեսած պլանների։ Կամ կարող ուղղակի system prompt level-ում, ասենք այդ մեծ prompt են գրում, ասում են մեր համար ոնց որ գեղեցկության ստանդարտները սրանք են, ասենք, չգիտեմ, այսքան boy, այս գույնի աչքեր կամ այս ձևի, ասենք, բան, դունչի երկարություն եւ այլն եւ այլն։ Այսինքն, էլի այդ չափորոշիչները չի որոշելու AI-ը տենց ինքը իր ճաշակով ու տենց աշխարհի վերջ չի գալու դրանից, էլի։ Պրոստը AI-ը տալիս է հնարավորություն նկարը նայելու, նկարի բովանդակությունը հասկանալու մեջի, ասենք, մարդը ինչ աչքեր ունի, ինչ տեսակի մաշկ ունի, ինչ գույնի մաշկ ունի, ինչ գույնի մազեր ունի ու հետո այդ սաղ ինֆորմացիան ոնց որ դրվում է համեմատվում է մնացած տված այն system prompt-ի հետ որ ասեցի ու հասկացվում է ասենք ինչքանով է այս մարդը համարվում ոնց էին ասում արտաքինը գնա ինչքանով է ինքը սիրուն կամ սիրուն չի այսինքն էլի մի խոսքով AI-ին ինչ որ պրետենզիաներ ունենալը շատ անիմաստ է Y Combinator-ը մեծ ներդրում է կատարում AB գործակալների ոլորտում այսինքն դժե կարա չկարդալ միջև վերջնորությունը որովհետև Y Combinator-ը ով չգիտի բանա ինկուբատորա ստարտափ ինկուբատորա տենց Սան Ֆրանցիսկոյում լիքը հայտնի ու մեծ ստարտափներ դուրս են եկել հենց Y Combinator-ի բանից ֆինանսավորման ոնց որ միջոցով եւ շնորհիվ իրանք ինվեստորներ են, իրանք ստարտափների մեջ փող են դնում ու անցած տարվանից լիքը դաժե վիզիոներ են իրանք անընդհատ հանել որ 2025 ագենտների տարին է, այս անգամ էլ խոսացի սրա մասին ու հա բնականաբար սա աշխարհի ագենտների մեջ է ինվեստանում, բնականաբար Y Combinator-ն է պիտի ագենտների մեջ ինվեստանի ինչ են ստե ասում են full stack startup-ներ, որոնք ոչ միայն օգտագործում են AB, այլ աշխատում են դրա հիման վրա ու հետաքրքիր էին այս անգամ նորությունները մի քիչ այդքան ոնց որ նորություններ չեն այս լիստն է սա startup-ների, որոնք որ իրանք բան են ֆինանսավորում են ու ինվեստ են անում ստարտափների մեջ, բնականաբար
տիպիկ կապիտալիզմ էլի, ասենք 500 ստարտափ են վեկալում ֆինանսավորում, 500-ից 1% մեծ հաջողության է հասնում ու արդեն ոնց որ 5-ը successful բան են ունենում, իրանք case են ունենում, ինչը որ իրենց համար հրաշալի է, որովհետև եթե իրանք տարիներ շարունակ, տասնյակ տարիներ շարունակ կարող են իրենց դրածից 100 ու 1000 անգամ ավելի շատ փող ստանան։ Օպերան թողարկում է AB browser, որը աշխատում է ձեզ համար, սրա մասին մենք արդեն կարդացել ենք, էսի երևի իմ մեղավորությունն է, որ ես էլ այն մտնեն համակարգ չեմ սարքել, որ հայերենը ստուգի տենա, մենք սրա մասին խոսացել ենք, մենք սրա մասին արդեն հոդված գրել ենք հայերենում թե չէ, նոր պոստանի, բայց այդտեղ լավ մանրամասներ կան, որոնց մասին որ օրինակ այն առաջինում չկար անդրադարձ, կամ մինիմում մենք չենք անդրադարձել, ARIA շարժիչ, այսինքն իրենց engine-ն են օգտագործում, սա պարզապես ChatGPT-ին կողային վահանակում չէ, սա արտադրականության առաջնահերթությամբ թարմացում այն բանի, թե ինչպես եք դուք դիտարկում, որոնում եւ սովորում առցանց, սրա մասին անպայման խորհուրդ տամ գալ առանձին կարդալ, մենք դա հենց հիմա չենք անի։ XAI գրոկը բերում էի Telegram-ի 9 միլիոն օգտատերերի համար, էսի էլի կրկնվող նորություն է, որովհետեւ մենք այլի անցած անգամ անդրադարձել ենք դրան ու բացել ենք Twitter-ն ենք նայել, вообще ես բան կանեմ էլի link կդնեմ description-ում, չէ, ես link կդնեմ այս կողքեր էստե միտե, որը որ կտանի առաջվա մեր վիդեոին ու ունդե այս ամեն ինչի մասին կա, ես դրա վրա չեմ անցնի։ Okay, Meta-ն բաժանում է AB թիմերը նորարարությունն արագացնելու համար։ Meta-ն վերակազմակերպում է իր AB թիմերը եւ ոչ միայն հաճույքի համար։ Կենտրոնական AB հետազոտական խմբի բաժանմամբ ընկերությունը հույս ունի արագացնել արտադրանքի նորարարությունը եւ առաջ անցնել մրցակիցներից։ Սա մեր համար ընդհանրապես կարևոր չի, չնայած մեր բոտը որ ասում է, որ այս փոփոխությունն արտացոլում է տեխնոլոգիական հսկաների հաջող հրատապությունը, արագ առևտրայնացնելու AB ձեռքբերումները, ոչ միայն հետազոտելու դրանք։ Դե, okay, շատ լավ։ Շատ լավ նորություն, շատ մեծ նորություն իրականում, սրա մասին հեսա մտ առանձին երևի պետք է անդրադառնալ, ներկայացնում եմ ձեզ կոնտենտի նոր ֆորմատ, էսի արդեն իմ անձնական գրած նորությունն է, այս բայց սկսած կարաք AI գործիքներին ծանոթանաք վիդեո ֆորմատով նույնպես, կարճ ռիլերի տեսքով Instagram-ում։ Կոնտենտը ստեղինից տարբերվելու է, չի կրկնվելու, համեցեք Instagram առաջին վիդեոն նայելու։ Այս էներգիան, որը ես սարքել եմ, դա տեղի է ունեցել երբ, դա տեղի ունեցել ամսի 2-ին, 5 օր առաջ, այսինքն ու ես արդեն 6 հատ post եմ հասցրել անեմ այս 5 օրվա ընթացքում, այսինքն 6-րդ օրն է իրականում։ 5 հատ reel ունեմ ու մի հատ carousel post ունեմ արած, արդեն 433 հոգի արժանի է համարել, որ follow անի ինձ։ Կեզել եմ խորհուրդ տալի անպայման միանալ Instagram-ին, Instagram-ի լինքը կա description-ում, այնտեղ ֆորմատը մի քիչ տարբեր ալնելու այս ֆորմատից ու էլի, ինչպես արդեն նշեցի, չի կրկնվելու ընդհանրապես։ Ես անպայման խորհուրդ եմ տալի միանալ իմ նորաբաց Instagram channel-ին, դու այնտեղից մենակ օգտակար ու կարևոր բաներ ստանալու։ Աշխարհի առաջին ինքնակատարելագործող AB-ն հենց նոր թողարկվեց։ Ծանոթացեք Darwin Gödel մեքենային, սակայն AB-ին, որը վերագրում է կատարելագործում է իր սեփական կոդը Python-ի միջոցով։ Այն հաղթում է մրցակիցներին, հայտնագործում է նոր տեխնիկաներ եւ այո, նույնիսկ անվտանգության ստուգումներ է ստացել խաբելու փորձից հետո։ Խաբելու փորձերը ոնց որ կրկնվում են, էլի մենք էլի խոսացել ենք սրա մասին։ Խաբելու մասին կոնկրետ ոչ թե տեսնորության, բայց մտ եկեք հենց հիմա գնանք հասկանանք էս ինչա ինքը խաղում, ինքը ոնց որ խաղ է խաղում, այս եթե ճիշտ հասկացա։ Scientific Discovery. The AI scientist, ինքը տես AI գիտնական է։ Եկեք գիտեք ինչ անենք հենց հիմա, որ մենք ասենք այս հոդվածը լրիվ չկարդանք, դրա տեղը մենք կանանք գանք, բացենք, մտնենք notebook LM օրինակի համար, բերենք website link, այս link-ը վեկալենք, բերենք, գցենք ստե ու ասենք դե notebook LM, հենց հիմա մատ summarize ալեմ, մեր համար մենք հասկանանք ինչի մասին է այս տեքստը։ Այս տեքստը вообще կանանք, ասենք անգլերեն չկարդանք, էլի կանանք podcast search-ը, podcast, կանանք հայերենով ասենք հարցեր տանք, էլի ինչ հարց ենք մենք ուզում ինչ անում, չէ, ինչ հարցի պատասխան մենք ուզում ենք ստանալ, թե ինչ մրցակցի ենք հաղթում, էլի ինչ մրցակցի հաղթում էս գիտնական, ինքը ասում էր, որ AI scientist-ա, չէ, ինքը խաղում, ասես մենք կարելի է հարցնել, ինքը մեզ միանգամից կպատասխանի, էլի Gemini-ով աշխատում notebook LM-ը, մեր տված ինֆոն անգլերենով просто ինքը պատասխանում ցավոք սրտի, բայց մեզնից ոչ մի բան չի գնում, որ մենք գանք բացենք ու միանգամից Google Translate անենք ու կարդանք, ասենք հայերեն տարբերակը, էլ ինչի՞ չէ։ Աղբյուրները չեն նշում, որ այս scientist-ը հաղթում է որոշակի մրցակցի խաղը համատեքստում,
լիովին ավտոմատ գիտական հայտնագործությունների առաջին համապարփակ համակարգը։ Դրա նպատակն է հնարավորություն տալ հիմնադրամի մոդելներին, ինչպիսիք են մեծ լեզվի մոդելները, LLM-ները, անկախ հետազոտություններ կատարել։ Հա, օքեյ, ուղղակի scientist-ը լավ, այս description-ը էլի փաստորեն լավ չի եկել, ես կջղայանամ հայրեն բոտի վրա, որ ինքը լավ չի գրում մեր նորությունները։ Հայտնագործում են նոր տեխնիկաներ, օքեյ։ OpenAI-ը պլանավորում է ChatGPT-ի սուպեր օգնական թարմացում։ Արտահոսած փաստաթուղթը ցույց է տալիս, որ OpenAI-ն ցանկանում է ChatGPT-ին վստահել ձեր կյանքի կառավարումը։ Շատ մեծահանջում։ Նոթեր կազմելուց մինչև կատարյալ ռեստորան գտնելը, այս ռեստորան գտնելու վրա սպանեցին, ասենք ով ինչ ագենտ հանում է, լուրջ եմ ասում, ով ինչ ագենտ հանում է, սա խոսում են, որ բանը է, ինքը գալիս է book անում քո համար Airbnb, ինքը գալիս է քո համար բան մոտակայքում ռեստորան ավեկալում շուտ բրոնյա անում, ասենք ումա պետք է դի։ Իրոք էլի, ասենք ումա պետք է որ մենք ագենտը քո համար բա ռեստորան book-անի, դու գնաս աշխատես, ասենք չէ, вообще չէ, էլի вообще տես պետք լինի։ Լրիվ հակառակը պետք լինի, դու պետք է նստես ժամերով քո համար Airbnb ընտրես, որտեղ ես դու ուզում ապրես, որտեղ ուզում դու մնաս, ասենք երբ որ դու գնաս շուտ միտեղ տուրիստ որպես, ու քո գործը պետք է ասենք անի AI-ը։ Իսկ այս ագենտները պրոստը ոնց որ այդ են կարող անեն, հաստատ եթե շատ բաներ կանան անեն, սա փոխվելու է էլի, բայց ես ասենք շատ ընդալու է էլի, այս մարքեթինգի վրա անում են, ասենք լրիվ անհասկանալի մարքեթինգ է։ Ես լիժբը вообще չեմ ուզում էլի, որ իմ համար ինչ-որ մեկը տենց Airbnb ընտրի, դες գնամ ոնց որ AI-ի ընտրած Airbnb մնամ, որ չէ, вообще չէ։ Անցանք 11 Labs-ը թողարկում է զրուցային AB։ Լավ, սրա մասին արդեն հաջորդում կխոսանք, որտեղ էսի մեծ նորություն է, այսօր երևի այսքանը, մերսի շատ, ես երկար ժամանակա չկա արդեն մի շաբաթ կլներ, բայց ես այս ավելի հաճախականությունն է բարձրացնելու եմ իմ պոստերի, ես զբաղված էի Instagram-ով, հիմա արդեն որ Instagram-ը ռելսերի վրա դրած է, ես հետ եմ գալիս էլի YouTube, անում եմ content ու արդեն կսկսեմ ավելի շուտ թարմացնել նորությունները հայերենում, այսքանը, մերսիներ, մինչ մյուսը